Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Սերանյան, հիմա փորձենք սիստեմավորել ձեր ասածը։ Հունիսի 7-ից հետո հնարավոր են տարբեր սցենարներ, մինչև հունիսի 7-ը ամեն այլանդակություն հնարավոր է։ Գ. Պետք է լինել ավելի ճկուն, երբ դա վերաբերում է ընդդիմադիր համակարգերին, հանրային համակարգերին, որ դիմակայել այդ այլանդակություններին։ Դրա կարևոր ենթակետը իհարկե ներքին հաստվերային գուցե ոչ հրապարակային կամ թեկուզ հրապարակային լայն շփումներն են աշխատանքն է, որովհետև որովհետև այս այլանդակությունը պետք է կասեցվի մի հատ տեսական հարց, ասած ես, հիմա նայեք, ինչ եմ օրինակը բերում երեկվա միջադեպի վրա, ինքը գնաց մի միջավայր, որտեղ ակնհայտ իրեն չէին սպասում, բան իմաստով, ուղի իմաստով, ինքը մերժելի էր։ Գնաց մի միջավայր այն մարդկանց մոտ, որոնց հեղինակություններին, սրբություններին ինքը ցուցադրաբար վիրավորել է։ Եվ գնաց ակնհայտորեն պրովոկացիա։ Երբ որ ինքը վերակենում այդ երկու օլիգարխը, երեք օլիգարխ եւ այլն վիրավորում է մարդկանց, իր մտքով չի անցնում, որ այդ մարդկանց հետևը կա հսկայական ընտրազանգված եւ վիրավորում է այդ մարդկանց։ Տեսական հարց, դուք համարում եք, որ նա խոշոր ընդդիմության հարավակին կարող է վերկենա գա։ Գասի, եկել եմ քաղաքական գործունեություն եմ ծավալել։ Ինչի եկեղեցի կմտնի, որտեղ ինքը անկոչ հյուրեր, եւ նույնը չի կարող անի խոշոր ընդդիմադիր հարավակին երթին, ասի եկել եմ, որը ուղղակի կբերի, չգիտեմ ինչի։ Հնարավոր տեսնում եք այդ այլանդակությունների կառավարելության շղթայում նաեւ նման բան։ Երկու մասի բաժանեմ հարցը, որովհետև տեսեք, եթե ես PR տեսանկյունից եմ նայում, ինքը ճիշտ է արել։ Ինքը իր համար ճիշտ է արել, ու ինքը հասել է իր նպատակին։ Եվ իր նպատակը ո՞րն է։ Ժողովուրդ, PR-ում ամենակարևոր կանոնը, կարևորը, որ անտարբեր չլինեք ձեր նկատմամբ։ Ու ինչ ուզում եք արեք։ Ինքը ընդունակ է ամեն ինչ անի, որ իր մասին խոսել։ Այսինքն PR տեսանկյունից ինքը հաջողեց, ինքը ստացավ իր արդյունքը, երեք ինքը ծաղկազարդի սուրբ օրը թողած քննարկում էին ինչ իր պրովոկացիայի սադրանքի արդյունքում տեղի ունեցածը, իր արարքը։ Ինքը դարձավ թույն մեկ թեմա, որտեղ մի մարդ է, որը հասկանում եք, ոչ սրբություն ունի, ոչ կարմիր գծեր ունի, հետևաբար քննարկել հանցագործից բարեգծություն սպասել, դա բան կլինեմ, աննորմալ կլինեմ, եթե ես տենց բան սպասեմ, որ հանցագործը բարեգութ կգտնվի։ 18-ից սկսած իր թիրախում եկեղեցին է։ Պաշտ չի շարունակել է, հիմա որոշ դադար է տվել, որովհետև դա իր վարկանիշի վրա ազդում է, ասել են խորհուրդ են տվել բանան է, մի քիչ հետ քաշվի եկեղեցուց, բայց շարունակել է, բայց մեզ թվացել է, վայ հիմա մոռացել է եկեղեցին ինչ-որ ժամանակ, ոչ, ավելի մեծ ծավալով է լինելու։ Հետևաբար այո, պատրաստ պետք է լինեն ցանկացած բան անելու։ Ցանկացած բան կարող է հանրահավաքին էլ գնա, ամեն ինչին էլ գնա, որովհետև ինքը գնում է բան, ինքը հասկանում է, որ ինքը էպսի գծեր է անցել, որ ինքը դեռ եթե այս ծրագիրը ավարտին չհասցնի, այն տերերը իրեն, որոնք բերել են իշխանության իրեն, արտաքին այդ ուժերը, իրեն չեն տալու վայրեջքի ոտնատեղ անգամ։ Չէ, ինձ տենց է թվում։ Այսինքն ես հասկանում եմ, ինքը իր կյանքի ու մահվան կռվն է անում, բա մարդը պիտի փրկվի, չէ, ուզենա փրկվի։ Հիմա թե քանի հոգու իր հետ կտանի կխեղդի, դրան պետք է պատրաստ լինի։ Մի բան միայն, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ սա բարձրաձայն ասելը, ինքը այն ինչ որ անում է, իր PR խորհրդատուները, իրեն տալիս են խորհուրդներ, որոնք իր հակով են։ Ցավոք սրտի ընդդիմությանը կան խորհուրդներ են տալիս PR-ի խորհուրդներ, որոնք այդ խորհուրդները իրենց հակով չեն։ Ու այդ մարդիկ դիսկոմֆորտի մեջ են հայտնվում, չեմ ուզում շատ բան ասեմ։ Պետք է դրակրողը լինես, հավատաս են ինչ որ դու անում ես։ Հասկանում ես, երբ որ դու հավատում ես նրան, ինչ որ դու անում ես,
դու ունենում ես գաղափարակիրներ, համակիրներ, դու սկսում ես արդեն տարածվել։ Սա է խնդիրը։ Ինքը անելու է ամեն ինչ։ Իսկ պատրաստ եք օրինակ հաջորդ ընդդիմությունը դրան պատրաստ է, ես չգիտեմ։ Մի քանի հոգի կան, որոնք պատրաստ կարող են լինեն անհատների դեպ, չեմ ասի անունները։ Ընդդիմադիր դաշտից ես համարում եմ մի քանի հոգի կարող են, այսպես եթե դերմը արդեն Փաշինյանի հետ հայտնվեն, իրեն ուղղակի ջախջախեն։ Բովանդակային։ Ցավոք մի քանի հոգի կարող են անել։ Անցանք բովանդակությանը, հա, Վանոսյանը, տեսեք, մեծ հաշվով քարոզարշավը արդեն սկսել է։ Եվ սկսեց իշխանությունը, խախտելով բոլոր օրենքով սահմանված ժամկետները, դա մեր աչքի առաջ էր, իշխանությանը թույլատրել է։ Հակընդդեմ դաշտը բնականաբար չէր կարող մնալ կողքի եւ վերջ